Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին, դուք միացել եք Գործարար ալիքին, մեր եթերում սկսում ենք աշխատանքի ուսուցումը, տաղավարում աշխատում է Ալբերտ Ավետիսյանը, իսկ իմ այսօրվա հյուրն է Երևանի Պետական Համալսարանի ուսանողական խորհրդի գիտակրթական հանձնաժողովի նախագահ Կարեն Բաղդասարյանը։ Ողջույն։ Շնորհակալ եմ, որ հրավերս չմերժեցիր։ Մի հետաքրքիր թեմայի անդրադառնանք։ Թվերն են այստեղ իրականում խոսում 3550 ապագա դիմորդի համար կազմակերպվել էր ձեր կողմից փորձնական քննություններ, որը բավականին նախ մեծ թիվ է 3350 հոգու մեկտեղել, իրենց համար գիտելիքների ստուգում իրականացնել։ Առհասարակ քննությունների նպատակը որն էր, ինչպես մտահղացվեց այս գաղափարը, որ արժի ուսանողների կողմից կազմակերպել ապագա դիմորդների համար քննություններ, մինչև իրենց հիմնական քննությունները համալսարաններ ընդունվելու։ Շնորհակալություն հարցի համար։ Երբ ես դիմորդ էի 21 թվականին չկար հնարավորություն գալու ու ստուգելու գիտելիքները քննական միջավայրում ու հաղթահարելու քննական վախը, ոնց որ հենց այս միջոցառման նպատակը հենց դա է, հաղթահարել դիմորդի մոտ քննական վախը, ստուգել գիտելիքները ու ոնց որ իրան պատրաստել իրական միասնական քննություններին։ Թիվը բավականին մեծ է, 3550, իրենք ինչ առարկաներից էին քննություններ հանձնում ու արդյոք այստեղ երկու փուլով, եթե չեմ սխալվում, նախարարությունը անում է քննություններ մինչև դպրոցը ավարտելը, համալսարան ընդունվելու համար միասնական քննություններ, այս ձևաչափով էր, որը արվում էր նախարարության կողմից, թե թեստերը այլ ձևով էր կազմված, տարբերվում էր ինչ-որ ձև։ Թեստերը կազմվում են միասնական քննության, ուրեմն ձևաչափին համապատասխան, ձևաթղթերը եւս համապատասխանում են ձևաչափին, այսինքն ամեն ինչ արել ենք, որ պահպանվի իրական միասնական քննության կարգը ու կանոնը։ Եթե մի պահ մենք խոսենք դիմորդների հետ իրավիճակում հայտնվել, դպրոցական երեխան գալիս է, որ արդեն փորձ անի դեպի համալսարան ընդունվել, ինչպես եք դուք իրեն օգնում, որ այդ վախերը հաղթահարի քննության։ Առաջին ամենակարևոր պահը դա ուրեմն անձնակազմի բարեհամբույր ամենակարևոր պահը դա անձնակազմի կողմից բարեհամբույր վերաբերմունքն է, որի դիմորդները արժանացել են, դա իրանց մոտ փորձել է ուրեմն լարվածություն ինչ-որ ձևով շտկել, ու ինձ թվում է դա կարևոր հանգամանք է, որ իրանք փորձելու են հետագայում չլարվել նման քննություններին ու մատերիալանքով չնայել այդ ամեն ինչին։ Երբ որ դուք եք ընդունվել համալսարան, ենթադրում եմ, որ այսպիսի քննություններ կազմակերպողներ չեն եղել, ոնց որ ընդհանուր ժամանակահատվածում ինչ-որ նայում ես, ամեն տարի ինչ-որ մի բան ավելանում ու այդ նախորդ սերունդները ասում են մեր ժամանակ չկար այսպիսի բաներ, հիմա ավելի հեշտ է, հիմա այս ամեն ինչը արվում է, ենթադրում եմ ապագա ուսանողների կյանքը ավելի հեշտացնելու, որպես գործող ուսանող որն էր այն մոտիվացիան, որ արժի ինչ-որ գործ անել, գաղափար ստեղծել ապագա դիմորդի համար։ Ես պարապում էի, շատ դիմորդներ կային, ովքեր զուտ սուբրիտ էին անում, զուտ անգիր էին անում, որը ինձ թվում է խանգարելու էր իրանց իրական քննություններին, ու մենք թեստերը կազմել ենք նենց, որ այդ անգիր անելը իրանց չօգնի, այսինքն մենք ստուգում ենք հենց գիտելիքները, ոչ թե շտեմարից վերցնում ենք ինչ-որ հարցեր, խնդիրներ ու տեղադրում ենք թեստերի մեջ։ Մենք փոխում ենք այդ ամեն ինչը ու հիմնվում ենք հենց գիտելիքի վրա, այլ ոչ թե անգիրի։ Դա օգնելու է ոնց որ ուսանողին հետագայում, ապագա ուսանողին հետագայում ոնց որ իրեն տրված նյութը անգիր չանել։ Նախարարության հետ համագործակցություն կար, թե ոչ, այսինքն դուք իրենց տեղյակ եք պահում, այդ շրջաբերականներ ուղարկվում են, թե ոչ, ձեր կողմից դպրոցներ, որ դիմորդները մասնակցեն դրան։ Նախարարության հետ ինչ որ պայմանագիր կամ նմանատիպ ինչ որ բան չենք ստորագրել, զուտ մենք ուղարկել ենք նամակներ դպրոցների մեյլերին, որոշները ընդունել են, որոշները ոչ։ Իսկ հիմնական խնդիրը որն է, որ իրանք չեն ընդունում։ Ուղղակի չեն վստահում ուսանողների կազմակերպածին։ Այստեղ հարցը հենց վստահությունն էր։ Իրանք չէին վստահում մեզ, բայց ինձ թվում է դա նրանից էր, որ իրանք զուտ իրազեկված չէին այդ ամեն ինչի մասին,
ու դաժե ու նույնիսկ Լոռու մարզպետարանին մենք նամակ ենք ուղարկել, այնտեղից մի քանի դպրոց մեզ ուղարկել են, որ գան եւ մասնակցեն փորձնական քննություններին։ Այսինքն այս 3550 թիվը Երևանինը չի միայն։ Մարզերից էլ կան, այսինքն։ Այո, սա ամբողջ մարզերինն է։ Իսկ դպրոցականները որ տարիքային խմբին էին պատկանում։ Դե հիմնականում շեշտը դրվում էր 12-րդ դասարանցիների վրա, բայց նաև ունեինք դիմորդներ 11 ապագա դիմորդներ 11-րդ դասարանից, ովքեր ոնց որ ուզում էին գալ եւ ստուգել իրենց գիտելիքները քննական միջավայրում։ Ստուգեցինք մի պահ քննությունները, իրանք հանձնեցին, արդյունքը ինչպեսին ներես, արդյունքը խոսուն էր թե ոչ։ Երբ հայամատում եմ օրինակ նախորդ տարիներին կազմակերպված փորձնական քննությունների արդյունքների հետ, ոնց որ շեմը բավականին նվազել է ու անբավարար գնահատական ստացածները ավելի գերակշռող են։ Ինչի մասին է խոսում։ Ինձ թվում է դա հենց այն դրա վառապատվությունն է, որ զուտ անգիր են արել նյութը, այլ ոչ թե յուրացել նենց ոնց պետք էր։ Եթե խոսենք մի պահ մի հատ ավելի խորքային գնանք այս խնդիրների մեջ, դպրոց ու բուհ կապող օղակ ենթադրում եմ պիտի լինի քոլեջը, որովհետև կամ այն միջին մասնագիտականը կամ 10, 11, 12-րդ դասարանը, որ ապագա դիմորդը, որ պիտի դառնա հետո ապագա ուսանող, ինքը պիտի ծանոթանա, ինքը պիտի հասկանա, տեսնի ինչ կա բուհում, որ ինքը ընտրի արդեն, որովհետև մենք շատ հաճախ ականատես ենք լինում մի բանի, որ ընտանիքի անդամները ընտրեցին իր փոխարեն, որ դու կգնաս այս մասնագիտությունը կսովորես, կամ մենք ժառանգաբար բժիշկներ ենք, դու պիտի բժիշկ դառնաս եւ այլն, բժիշկի օրինակը բերեցի։ Ինչպես է հիմա այս դիմորդների շրջանում այսքան շփվել եք տարբեր դիմորդների հետ, ինչ մտածելակերպ ունեն մեր ապագա դիմորդները, քանի որ ապագա դիմորդները ժամանակից անցնելով դառնալու են մեր վաղվա երիտասարդությունը։ Մենք ունենք առանձին Telegram-յան chat խումբ, որտեղ դիմորդների հետ կապը պահում ենք ու նմանատիպ հարցեր մենք բարձրացրել ենք իրականում։ Մեծամասնությունը մասնագիտությունը ընտրել է հետևելով իր սրտի ձայնին, ասենց ասած, ոչ թե ծնողների խորհուրդներին, ու ինձ թվում է դա ավելի կարևոր է, քան ոնց որ ընտրել այն, ինչ չես ուզում։ Եթե կրթությունը ավելի ներքև իջնենք մի հատ դպրոցից քննարկելով գանք դեպի համալսարան, դու ասում ես իրանք անգիր են անում այդ շտեմարանները որքանում են արդիական, եթե իրանք օրինակ բիտարկենք արդիական չլինեին, ինչի՞ մինչև հիմա ենք շրջանառության մեջ։ Եթե չեմ սխալվում, մոտ ապագայում պլանավորում են կրեդիտային համակարգով բուհերի ընդունումը իրականացնել։ Դու չգիտեմ դա արդյոք ոնց որ լավ արդյունք կտա թե չէ, բայց պետքա երևի պիլոտային տարբերակով արվի, հետո հասկացվի, որովհետև շտեմարանները հայրած չեն արդարացնում։ Դե ենթադրում եմ, որ շտեմարանները, ես էլ եմ շտեմարանով պարապել համալսարան ընդունվելու տարիներին, ենթադրում որ այդ անգիրի process-ը սերնդի վրա նախ լավ հետք է թողնում, լավ ասելով ոչ թե լավ իմաստով, այլ հենց հետք է թողնում վատ, որ ինքը ոչ թե գիտելիքն է վերցնում, այլ վերցնում է այս հարցի պատասխանը սա էր, ու ոնց որ չֆիքսվի այն գիտելիքի վրա, որը իրան դպրոցում տալիս են։ Ես նաև կասկածում եմ այն մասով, որ մեր դպրոցի տված գիտելիքը այնքան բազմազան ու շատ համապարփակ չի, որ կարողանա առանց կրկնուսույցի աշակերտը ընդունվի համալսարան։ Այս խնդիրը լուծելու համար ուսանողները ինչ են անում։ Օրինակ ես պատրաստել եմ կրկնուսույցի մոտ, կրկնուսույցս փորձում էր նյութը ծոր անգիրի ձևաչափով ինչ չմատուցել, այլ փորձում էր հասկացնել թե խիա դա տենց ու դաժե փորձում նույնիսկ փորձում էինք ինչ որ պահերից ամենա թեթև թվացող թեորեմների ապացույցները ինքներս դուրս բերել, որ հասկանանք այդ որտեղից է գալիս ու հետագայում որտեղ կարանք իրան կիրառենք։ Այս 3500-ից ավել աշակերտի միտեղ հավաքելը դա բավականին նախ մեծ պատասխանատվություն է, ծնողներից երեխաներին վերցնելը, համալսարան բերելը, այդ համալսարանական միջավայրում պահելը, անվտանգությունը ապահովելը եւ այլն, դա ո՞նց է իրականացվել։ Անվտանգության մասով նամակ ենք ուղարկել ներքին գործերի նախարարություն, նրանք հատուկ ոստիկանական զորքեր էին ուղարկել համալսարան, իսկ վստահության մասով
Հա, վստահության մասով մենք ստեղծել էինք առանձին ուրեմն Telegram-յան հարթակ, որտեղ հնարավորություն ուներ դիմորդը մտնելու, ընտրելու առարկաները, նշելու հասցե, էլեկտրոնային հասցե, նշելու անուն, եւ վերջ, այսինքն մենք չենք զբաղվում անձնական ինֆորմացիայի հավաքագրմամբ, միայն վերցնում ենք անուն եւ էլեկտրոնային հասցեն, որ գնահատականը կարողանանք հետագայում ուղարկել։ Դες երբ որ մենք խոսում ենք քննություններից, ԳԹԿ-ն գնահատման եւ թեստավորման կենտրոնը ունի մեծ համակարգեր, բազաներ, ինքը շտեմարաններ ունի հատուկ, որոնց ինքը ունի լիազորություն օգտվելու եւ այլն ու գնահատականները թեստավորումը իրականացնելու։ Դուք ինչպես եք ստուգում այս թեստը, լավ աշակերտը եկավ գրեց, թեստը ոնց է ստուգվում։ Հա, ձևաթուղթը ստուգում ենք մեր կողմից մշակված հատուկ համակարգով, ինքը ուներ վեբկայքի տեսք ու 30 հոգի անձնակազմ ունեինք, ովքեր մուտքագրում էին ձևաթղթից տվյալները ու ստանում էին ճիշտ գնահատականը դիմորդի։ Ու դա հետագայում ուղարկվում է նրանց էլեկտրոնային հասցեին։ Իսկ հետո հետադարձ կապը feedback հասվածը ոնցն էր ուսանողների աշակերտների կողմից։ Իրականում որոշ դիմորդներ դժգոհում էին գնահատականներից, որ ցածր է եկել, բայց հետագայում պարզվեց, որ դրա պատճառը այն էր, որ ձևաթղթում իրանք սխալ էին նշումներ իրականացրել, X վանդակները պետք է ամբողջությամբ ճիշտ խնամքով լրացվեր, ինչը չէր պահպանվել։ Դա էլ ազդել էր իրանց գնահատականի ցածր լինելուն։ Իսկ առարկաների ցանկը ոնց է ընտրվել առհասարակ, որ առարկաներից պիտի իրանք քննություն հանձնեն։ Գիտես, երբ որ սկզբից կազմակերպում էինք, միայն մաթեմատիկան էր, հետո ավելացավ անգլերենը, այս տարի որոշեցինք մենակ մաթեմատիկա եւ անգլերեն, եթե կարելի ավելացնել նաեւ մյուս առարկաները, որոնցով դիմորդները դիմում են բու ու ինչու՞ չէ նաեւ ընդունվում են։ Ավելացրել էինք քիմիա, կենսաբանություն, հայոց լեզու, հայոց պատմություն, նույնիսկ ռուսերեն։ Թեստերը կազմելուց մասնագետների հետ ոչ թե բարձր կուրսերի, այլ դասախոսների, ոլորտային մասնագետների, փորձագետների հետ համագործակցություններ կար, առհասարակ այդ թեստերը, որտեղ դրանք գիտական հենք ունեն, էլի։ Այո, թեստերը մենք տրամադրել էինք մեր ամբիոնների դասախոսները ստուգել էին։ Ու իրանք ինչ որ թերություններ եւ այլն գտել էին, թերությունները հիմնականում տեխնիկական բնույթ էին կրում, դրանք սուտ շտկեցինք եւ վերջ, բայց բովանդակային առումով խնդիրներ չէին հայտնաբերվել։ Մի պահ պատկերացնենք, որ այս դիմորդները, ովքեր մասնակցել են այս քննություններին, իրանք եկան համալսարան ու արդեն համալսարանի ուսանողներ են, ոնց որ մենք պատկերացնենք ինչ խնդիրներ կան համալսարանում, որ հենց առաջին հերթին պիտի օգնել է դիմորդին, որ ինքը արագ ինտեգրվի ուսումնական process-ին ու կարողանա առանց խոչընդոտներ հաղթահարելու գնալ հասնել այդ ակադեմիական կրթությանը։ Հասկացա։ Առաջին խնդիրը, որ ես հանդիպել եմ դիմորդների մոտ, դա ամենաթեթև բաներն են, որոնք նրանք չեն կարողանում ոնց որ հաշվել, օրինակ MOG-ը, միջին վերական գնահատականը, դա ինձ թվում է համալսարանի կողմից իրազեկության պակասի պատճառն է, բայց ուսանողական խորհուրդը փորձում է առաջին իրազեկման ժամանակ այդ խնդիրները ինչ որ ձևով լուծել։ Հանդիպել եմ նաև խնդիր կապված դասապրոցեսի ինտեգրման հետ, դիմորդը գալիս է դիմորդը արդեն նաև ուսանողը գալիս է համալսարան առաջին կուրսա, չգիտի թե առարկան որտեղ է իրան պետք գալու, ինչի համար է այդ առարկան ընդհանրապես, ու որոշ դասախոսներ մտածում են, որ իրազեկումը թե այդ առարկան որտեղ է պետք գալու, իրանց պետք չէ, ինչը մեծ խնդիր է ինձ համար։ Ինչու՞ նաև որոշ ուսանողների։ Համալսարանական կրթությունը, երբ որ մենք նայում ենք ակադեմիական առհասարակ, միշտ մարդիկ ասում են, դե 4-6 տարի սովորես ու վերջում աշխատաշուկայում էլ չկարողանաս տեղավորվել, շատ հաճախ ենք այս մասին լսում, կան մասնագիտություններ, որոնք ինչ որ փոքր կուրսերով են սկսում, օրինակ մարքեթինգը, PR-ը եւ այլն, նոր զարգացող ոլորտներ կան մեր օրերում, որ իրենք սովորում ու սերտվում են շատ ավելի արագ ու շատ արագ աշխատաշուկայում տեղավորվում են։ Ուզում ձեր մասնագիտության մասով մի փոքր խոսել, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն է, եթե չեմ բանանում, ավելի համապարփակ ասենք, այս ոլորտը տեղեկատվական տեխնոլոգիաների կարելի է սովորել ինչ որ մի փոքր բազով, այսինքն 3 ամիս, 6 ամիս ու գնալ աշխատաշուկա։ Ոչ, դա հնարավոր չէ, որովհետև
ՏՏ ոլորտում ամենակարևոր պայմանը դա մաթեմատիկայի իմացությունն է։ Եթե չգիտես մաթեմատիկա, ոնց որ ծրագրավորման ոլորտում պետք չի էլի մտնես։ Ու հա, կան որոշ անհատներ, ովքեր կազմակերպում են մասնավոր դասընթացներ, ինչը հաստատ չի փոխարինի համալսարանի տված մաթեմատիկայի կրթության օրինակ։ Այո, իմ ֆակուլտետը մասնավորապես տրամադրում է մաթեմատիկայի որակյալ կրթություն, ծրագրավորման հետ կապված ուսանողները ավելի շատ նախընտրում են գնալ մասնավոր կրթության, պատճառը դեռ չգիտեմ։ Այսինքն ակադեմիական կրթությունը ինչու է տարբերվում մասնավորի տված այդ կուրսային տարբերակներից, որ ասում են օրինակ ինչից սովորել 4 տարի ծրագրավորում ակադեմիական միջավայրում, փոխարենը չգնալ 6 ամիս կամ 1 տարի մասնավորում ծրագրավորման արագացված դասընթացների։ Ինչով են դրանք տարբերվում։ Ինձ թվում է պատճառը այն է, որ համալսարանում կան առարկաներ, որոնք կապ չունեն մասնագիտության հետ, դա է գլխավոր պատճառը, որ դիմորդներին վանում է համալսարանը եւ ակադեմիական կրթությունը։ Այդ ենթադրում եմ այն առարկաներն են, օրինակ փիլիսոփայությունը, հայոց լեզուն, գրականությունը եւ այլն, որ ուսանողները ասում են, սրանք ինչ կապ ունեն մեր հիմնական մասնագիտության հետ։ Եվ ոչ միայն, այս վերջերս ավելացրել էին ինչ-որ կրեդիտային համակարգով այլ ֆակուլտետում ուսանելու հնարավորությունը, ինչը որոշ ուսանողների մոտ հարցեր առաջացնում, թե խենք սրանք անցնում, ինչի համար։ Այսինքն ես ենթադրում եմ, որ դա ընտրովի առարկաներ են, հա, դու ընտրում ես, թե պարտադիր պիտի ընտրես։ Ինչ-որ շեմ կա կրեդիտային համակարգի, որը պետք է ապահովվի։ Այսինքն համ ընտրովի, համ պարտադիր։ Այսինքն այս նոր առարկաները, որոնք դրվել են արդեն շրջանառության մեջ, իրենք ընտրովի են, դու կուզես անցնես, թե ինչ որ ցանկատրվում, որ պարտադիր են սրանցից գոնե մեկը անցնելը։ Երկրորդ տարբերակը։ Այսինքն ինչ որ մեկը պիտի պարտադիր անցնես, որ կրեդիտային սանդղակը լրանաս ու պետք է ոնց որ ֆուլ լրանը։ Մի փոքր էլ անդրադառնանք համալսարանական կրթությունից դեպի արդեն արտասահման գնալ հնարավորություններ դրսի բուհերում ուսումը ստանալը, ինչ հնարավորություններ կան սովորելով ակադեմիական միջավայրում, այստեղ ուսումը մի պահ ոնց որ ասած ստոպ տալ ու գնալ արտասահմանում սովորել, արտասահմանում առհասարակ դրսի բուհերում սովորելը ինչա տալիս ուսանողին, որը հետ պիտի գա Հայաստան։ Դրսի բուհերում դե իրանք ավելի շատ մասնավոր բուհեր են ու մասնավոր բուհերը ավելի շատ հենց մասնագիտական առումով գերզարգացած են, ես կասեի, ու իրանք տալիս են որակյալ մասնագիտացումներ ու ինչու՞ չէ նաև նոր տեխնոլոգիական ոլորտում ուրեմն առաջատարն են։ Ինձ թվում է դա գլխավոր պատճառը, որ ուսանողները ցանկանում են նաև սովորել արտասահմանում եւ վերադառնալ հայրենիք իրենց գործունեությունը ստեղծավորելու։ Մենք մի հարցով էլ անդրադառնանք ձեր կազմակերպած քննություններին ու ավարտենք։ Քննությունները կազմակերպվեց, մարդիկ եկան մասնակցեցին, ավարտվեց եւ այլն, դուք իրեն այս ամենից հետո շուտ կապ շարունակականություն ծրագրի ապահովում եք թե ոչ։ Հա, ինչպես արդեն նշեցի, մենք ունենք Telegram-յան խումբ, որտեղ դիմորդների հարցերին են պատասխանում մեր անձնակազմի ղեկավարները, ու ոնց որ այո, կապը մենք շարունակում ենք պահել, դեռևս 24 թվականի դիմորդների խումբը առկա է եւ գոյություն ունի։ Այսինքն դուք օգնում եք այն մարդկանց, ովքեր գալու են համալսարաններ, տարբեր համալսարաններ, իրենց ինչ որ իրազեկվածության մակարդակի բարձրացում, աջակցություն ինչ որ ձևով։ Այո, մենք այդ ամենը ոնց որ այդ ամենը մենք տրամադրում ենք, օրինակ մոգի հաշվելու հարցը կամ չգիտեմ ինչ որ առարկաների ընտրության խորհուրդներ ենք տալիս եւ այլն։ Շնորհակալ եմ շատ։ Ես նույնպես։ Իսկ ես հիշեցնեմ, որ դուք դիտում կամ լսում եք աշխատանքի ուսուցումը տաղավարում աշխատեց Ալբերտ Ավետիսյանը, կհանդիպենք։